Ինչ վերաբերում է օրինակ Պապիկյանին, մինչև 18 թվականը, այո, բոլորս գիտենք, որ ինքը իսկապես պատմությունը ճանաչելով, պատմություն իմանալով, Արցախի մասին իր ընկալումներով, ախր ինքը դրա մասին շատ անկեղծ խոսացել է։ Ես հիշում եմ, որ ինքը մեր տարբեր քննարկումներում ասում էր, որ Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիր պետք է դրվի։ Հասկանում եք, իրանք էին առաջ քաշում Կապան Ջաբրայիլ, հա, ճանապարհի կառուցման հարցը։ Լուրերով նկարվել։ Լուրերով նկարները, այսինքն իրենց բոլոր հայտարարությունները նրա մասին էին, որ Արցախը մեր հայրենիքն է։ Այդ հիմա են իրենց իշխանության աթոռները պահելու համար ասում Արցախը մեզ համար թոք էր, կտրեցինք, պրծանք, հիմա անկախացանք, ինքնիշխան դարձանք։ Մինչև այդ նույն Արարատ Միրզոյանը, նույն Պապիկյանը ինչ էին գրում, որ եթե Արցախը տանք, հաջորդը Մեղրին է, Մեղրի տանք, հաջորդը Երևանն է։ Դա իրենց մտածողությունն էր, դա իրենց ընկալումներն էր։ Այո, իրենք կարծում էին Արցախն իրենց հայրենիքն է։ Հիմա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով իրենց աթոռները պահելու նպատակադրումից հայտարարում են, որ Արցախը 91 թվականից հանձնված էր։ 91 թվականից հանձնված էր, բայց 20-ականներին հələ մինչև 20 թվականը իրենք պատրաստվում են Կապան Ջաբրայիլ ճանապարհ կառուցել։ Այսինքն որ փուլից գնաց այդ շեղումը, այն փուլից, որ իրենք հայրենիքը ստորադասեցին աթոռին։